Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մեզ այսօր սպասվում է թատերարվեստով եւ երգարվեստով համեմված օր, քանի որ մեզ համար այսօր խոհանոցում արարելու է դերասանուհի երգչուհի Լիլիթ Բադանյանը։ Ողջույն Լիլիթ։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք, ես ձեզ սպասում էի։ Ինչպես է տրամադրությունը, օրը ինչպես է սկսվել։ Ընտիր։ Անհամբերությամբ ձեզ էի սպասում, ինչպես տեսնում եք, զուգվել զարդարվել եմ, հրաշալի տեսքում եք, ինչպես միշտ նշանդրեքի շորիկն է հավանաբար։ Լավ էլի վահ։ Չէ՞։ Նշանդրեքին ավելի ճոխ կլինի։ Սա հասարակ առօրյա այսպես առօրյա շորիկ է։ Այո, իմ բոլոր առօրյա շորերը այս տեսքնում են։ Օրս ընտիր է սկսվել, ձեզ էի սպասում։ Իսկ ինչպես է շարունակվելու, իհարկե մեր գնալուց հետո նկատի ունեմ։ Դե ձեր հետ կընտրենք, այլ բան չեմ պլանավորել, ամբողջությամբ ձեզ համար եմ թողել օրս ազատ, որպեսզի հանգիստ մեր նկարահանումները իրականացնենք։ Լիլիթ, ես հիշում եմ, երբ ուսանում էինք թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, մենք դրկից լսարաններում էինք սովորում եւ մեր օրերը իրար հետ էին բավականին հաճախ անցնում ու դուք շատ ակտիվ գործունեություն էիք ծավալում։ Հետո այդ ամենը տեղափոխվեց բեմ, հեռուստաէկրաններ, բայց այս պահին կարծես թե ձեզ մոտ դադար է։ Ճիշտ եմ հասկանում, թե սխալ ինֆորմացիա ունեմ։ Թվացյալ, եթե խոսքը վերաբերում է միայն հեռուստասերիալներին, հա, այս պահին չունեմ նկարահանումներ հեռուստասերիալներում, բայց ընդհանուր առմամբ ես իմ գործունեությունը ծավալում եմ։ Որտեղ։ Շուտով կարծում եմ նոր տեսահոլովակ կլինի, երգի ասպարեզում, հա, եւ առհասարակ։ Դե տխուր թեմային չեմ էլ ուզում նույնիսկ անդրադառնամ, մեր թատրոնի պատմությունը, վստահ եմ գիտեք։ Գոյի թատրոնին մասին է խոսքը, որը ցավոք սրտի փակվեց, բայց ես հույսս չեմ կորցնում, վստահ եմ, որ կվերականգնվի եւ երևի թե դուք կունենաք կրկին հնարավորություն ձեզ հարազատ միջավայրում ստեղծագործելու։ Հիմա խոսենք երգարվեստի մասին։ Շատ կտրուկ եղավ անցումը, համենայն դեպս ինձ համար, որպես ձեզ ճանաչող մարդ, շատ կտրուկ եղավ անցումը, դերասանուհի Լիլիթը դարձավ երգչուհի Լիլիթ նաեւ։ Նաեւ ճիշտ էր ընդգծված, որովհետեւ ես ինձ որպես այդպեսին դերասանուհի եմ համարում, ով նաեւ սիրում է երգել։ Երգով հա վերջին տարիներն եմ սկսել զբաղվել ավելի պրոֆեսիոնալ հիմքի վրա։ Կարծում եմ կգա այն օրը, որ այսպես հպարտությամբ ես էլ ինձ կկոչեմ երգչուհի, որովհետև դրան դեռ հասնել է պետք, ժամանակ է պետք։ Ի տարբերություն դերասանի մասնագիտությանը ես ինձ այո համարում եմ դերասանուհի, քանի որ արած դրած ունեմ, հա, այս ասպարեզում եւ ունեմ պրոֆեսիոնալ կրթություն եւ այլն։ Բայց այս մասնագիտությունները իրար շատ կից են։ Քույր եղբոր նման։ Դե դու ինքդ էլ գիտես, որ մենք թատերական ինստիտուտում նաեւ անցնում ենք վոկալի դասեր եւ այլն։ Ում մոտ հաջողվում էր, ում մոտ ուղղակի ոչ։
Օրինակ ինձ մոտ ընդհանրապես չստացվեց, որովհետև բացարձակ 0 լսողություն։ Բայց դե հո տաղանդավոր դերասան։ Շնորհակալություն։ Լավ, Լիլիթ, դեռ կխոսենք երգարվեստի մասին, մի շատ հետաքրքիր գիրք ընկավ աչքովս եւ այս պահին մեզ դիտող մարդկանց տանք հնարավորություն, որպեսզի մեկնաբանությունների դաշտում սկսեն այպանել եւ խարազանել ձեզ, որովհետեւ այդ Ռոքֆելերը ինչի եք կարդում, ախր նա մասոնա եւ այլն, ու գիրքը շատ հետաքրքիր անուն ունի, ինչպես դարձա միլիարդատեր։ Սա դուք եք կարդում։ Այո, ես գնել եմ այս գիրքը, վճարել եմ, հասկացանք ինչպես է Ռոքֆելերը դարձել միլիարդատեր, այս գրքի վաճառքից կուտակված գումարները։ Դե չէ։ Ցանկություն ունեք միլիարդատեր դառնալու։ Պետք է ճանաչել իրենց։ Առհասարակ ինֆորմացված լինելը, մարդ ինչքան ինֆորմացված է լինում, այնքան հզոր է, այնքան կարող է։ Եթե ես իրեն ընթերցում եմ, դա չի նշանակում, որ ես իրեն պաշտում եմ, ընդունում եմ, մեծարում եմ եւ այլն, հա։ Ասում եմ թշնամու լեզուն պիտի իմանաս, այս մի քիչ ուրիշ առումով եմ ասում, բայց հասկացաք միտքս։ Պետք է ճանաչել առհասարակ, հա, մարդիկ այդ իրենց ճանապարհին եւ այլն, այդ ոնց, ինչի, չգիտեմ, այս տարիքում արդեն իսկ սկսում է ինձ այս կարգի գրքեր հետաքրքրել, մոտիվացիոն գրքեր եւ այլն ընթերցում եմ ու բավականին հետաքրքիր է։ Ինքը մանուկ հասակից է սկսել բիզնեսով զբաղվել դեռ 7 տարեկանից, այդ հետաքրքիր է շատ մոտիվացնող է։ Այսինքն ընթերցողը ինքը պիտի որոշի այդտեղից ինչը վերցնի եւ ինչը չվերցնի։ Ես ինձ համար բավականին օգնող կյանքի համար բաներ քաղել եմ այս գրքից արդեն։ Ասում են, որ շատ ու շատ չարիքներ է ծնվել նրա գործունեության արդյունքում, ես չեմ կարդացել գիրքը, խնդրում եմ դուք ինձ ասեք, կա այդպիսի ակնարկներ։ Գրքում այդ չարիքները դժվար թե ինքը իր ձեռքով գրեր, բայց մոտիվացիան մեծ է այս գրքի։ Հասկացա։ Լավ, վերադառնանք գործունեությանը։ Դերասանական առումով այս պահին կարծես թե դադար է, ինչպես հասկանում ենք, ցավոք սրտի չկա ռեալիզացվելու տարածքը ձեզ համար, բայց կոմերցիոն ներկայացումներում ընդգրկվածություն կա, թե ոչ։ Այս պահին չունեմ, բայց այդ ճանապարհին եմ, լինելու է մեկ առաջարկ եղել է, շուտով հուսով եմ ինձ արդեն բեմում կտեսնեք։ Իսկ ինչու եք միայնակ։ Հիմա այս պահին նկատի ունեմ, ոչ թե կյանքում ինչու չկա կողակի ճեղել։ Մայրիկս խոհանոցում է։ Մայրիկը հասկացա, խոհանոցում է լավ։ Հայրս եղբայրս աշխատանքի են։ Մենք ենք տանը։ Քույրիկս էլ ամուսնացած է, իր ամուսնու հետ։ Շնորհավորում եմ, շնորհավորում եմ։ Մեր ընտանիքը 5 անցից է բաղկացած, այսպես։ Մի փոքր կրկին պրովոկացիոն հարց իհարկե ձեր թույլտվությամբ, իսկ ձեր հարսանիքը երբ է նախատեսվում։ Դեռ պլանավորած օր չկա։ Եվ պլանավորած մարդ չկա։ Ոչինչ չկա, հուսով եմ շուտով դա էլ կլինի։ Այդ տեսակ լուրերը արագ են տեղ հասնում, վստահ եմ արագ կինֆորմացվեք։ Շատ լավ։ Խոսենք այսօրվա մասին, ինչ եք մեզ համար պատրաստելու։ Նախ ասեմ, որ այսօրվա ուտեստները երկու մասի են բաժանված լինելու, մեկ մասը պասային սնունդ է լինելու, մեկ մասը կուտեք այսօր, մնացած մասերը կգաք շաբաթվա ընթացքում կուտեք։ Չէ, մինչև վերջ լսիր։ Մեկ մասը լինելու է պասային սնունդ, մյուս մասը ոչ պասային, քանի որ վստահ չէի, որ դուք էլ օրինակ պասի մեջ կլինեք, այդ պատճառով որոշեցի ձեր քիմքին էլ հարիր, ինչ որ յուրահատուկ բաներ պատրաստել։ Ես մեծ պահքի մեջ եմ հիմա, այդ պատճառով, որ ես էլ սնվեմ էլի երեկոյան։ Այդպես երկու աղցան կլինի պասային, մեկ ջեռոցում այդպես պատրաստվող ուտեստ կլինի, այդ ոչ պասային եւ պասային խմորեղեն կլինի, բրաունի։ Նույնիսկ Շատ համեղ է, այդ փորձել եմ, այն մյուսները դեռ չեմ փորձել, միասին առաջին անգամ կպատրաստենք։ Այսքանը կարծում եմ համեղ կստացվի։ Ես լիահույս եմ, որ համեղ է լինելու, բայց ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է լինելու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած, չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր մեր մասին, իսկ այս պահին մենք կարծես թե գնումներ ունենք կատարելու։ Այո։ Դրա համար պետք է գնալ խանութ եւ կատարել մեր գնումները, այն ամենը, ինչը անհրաժեշտ է այսօր այդ ամենը պատրաստելու համար։ Իդեպ միասին ենք պատրաստելու, թե ոչ։
Ինչպես կցանկանաք։ Եթե դուք չեք նեղվում այն փաստից, որ ձեզ խոհանոցում խանգարում են կամ օգնում, ապա ես սիրով կմիանամ պատրաստման ընթացքում։ Ընկերակցեք ինձ համար դա միայն հաճույք կլինի։ Շատ բարի, պայմանավորվեցին, գնանք գնումներ կատարելու։ Գնացինք։ Ամենադժվարը գիտես ինչն է այս ամեն ինչի մեջ քո հետ դուքով խոսալը։ Մեկ-մեկ մոռանում բայց չէ։ իսկ կլինի չխոսանք դուքով։ Այդ արդեն պիտի աստվածները որոշեն։ Աստվածներ։ Հասկացա, շատ ճիշտ ուղղությամբ ես նայում։ Եթե տան իրենց համաձայնությունը երկրային եւ երկնային, ապա այո։ Մենք 4 տարի իրար հետ սովորել ենք։ Խնդրում եմ, թույլ տվեք այսօր անցնել դուի։ Ընդամենը մեկ անգամ եւ բոլորեն մարդիկ, ովքեր որ հաջորդիվ կլինեն մեր հյուրերը եւ մեր ընկերները, կլինեն խոսակցությունները դույով։ Ֆիքսվեց։ Գնացինք։ Նկարահանումներն իրականացնում ենք մարտ ամսին, բայց դրսում ձմեռ է եւ շատ լուսավոր, ինչպես հայտնի երգում էր ասվում, դրա համար ստիպված մի փոքր այլ պայմաններում ենք իրականացնում նկարահանումը։ Ձեր շենքի դիմաց են գտնվում այս պահին Լիլիթ եւ սա, ինչպես հասկանում եմ, նոր ձեռք բերված բնակարանի շքամուտքն է, ճիշտ է։ Որքան ժամանակ է որ այստեղ եք ապրում։ Մոտ 2 ամիս։ Տարեսկզբին։ Կարելի է հնչեցնել, որ հատվածում են գտնվում քաղաքի։ Կարող եք։ Նորքի երկրորդ զանգվածում։ Իսկ ձեր հայրական տունը գտնվում էր Արբատում։ Այո։ Երևանին մոտ Արբատում, ոչ թե Մոսկվայի։ Ահա։ Տեղափոխությունը հեշտ եղավ, թե ոչ։ Մենք եւ այնտեղ ենք եւ այստեղ ենք, որպես այդպեսին տեղափոխություն չի եղել։ Լիլիթ, քանի որ շատ ձնառատ է եղանակը, միանգամից անցնենք հաջորդ հարցին։ Դուք մեքենա վարում եք, թե ոչ։ Այո, վարում եմ։ Ունեք մեքենա։ Իմ անձնական մեքենան դեռ չունեմ։ Դե խնդրում եմ նստեք մեր անձնական մեքենան եւ մենք գնանք խանութ։ Թույլ տվեք իհարկե դուռը ձեզ համար բացել։ Խնդրեմ։ Գնացինք։ Լիլիթ, խոստացել էի, որ պիտի անցնենք դուի, բայց կարծես թե շքամուտքի մոտ չստացվեց, հուսամ հիմա կստացվի։ Դու եղանակային մարդ ես, թե ոչ։ Արևոտ եղանակներ եմ շատ սիրում, բայց այս սիրունդյունն էլ լավն է շատ, ուղղակի արդեն դե մարտ ամսին։ Ուղղակի ժամանակը չի, արդեն ժամանակը վրեպա, չէ՞, այս ամեն ինչը։ Բայց հնարավոր է, որ եղանակը ազդի քո տրամադրության վրա։ Հնարավոր է, հա։ Ասացիր նաև մեքենա ես վարում։ Վստահ եմ փորձառություն ունեցել ես այս երևանյան խցանումների մեջ մեքենա վարելու։ Հա, նյարդայնացնող է շատ, պետքա փորձես համբերությամբ զինվես, որպեսզի դիմանաս, բայց այդ խցանումը այդքան չի նյարդայնացնում, ինչքան անկանոն վարորդները։ Չգիտեմ, այն որ ասում ով է իրանց վարորդական իրավունք տվել, հիմա էդ է, էլի, այդ բան դա է մտքիդ գալիս, շատ փնթի անփույթ են վարում, շատ։ Կա դեղատոմս, որը կառաջարկես մարդկանց խցանումների մեջ չնյարդայնանալու համար կամ համակերպվելու համար, դասել լավ երաժշտություն կամ չգիտեմ մտքերը շեղել։ Դե հա, խցանումը այն բանն է, որ պիտի ուղղակի համբերությամբ զինվես, այլ տարբերակ չկա։ Պիտի համբերությամբ զինվես, այո, նյարդային ֆոնը հեռացնես, որ խաղաղ դուրս գաս, շեղումներ չստանաս հոգեկան։ Հաղորդման այս հատվածում մեր հյուրերին մշտապես տալիս ենք այս հարցը եւ դու բացառություն չես։ Ինչը կփոխեիր Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ես իմ նախորդ էլի ձեր մոտ եղած հաղորդումը հիշեցի, այնտեղ էլ պատասխանեցի մոտավորապես այս կերպ, հիմա էլ կարծում եմ այդպես կպատասխանեմ, որ առանձնահատուկ ինչ-որ բան չեմ փոխի։ Շատ իհարկե կուզեմ, որ մարդկանց մեջ լիքը բաներ փոխվեն, դառնան ավելի համբերատար, ավելի հանդուրժող, ավելի սիրալիր միմյանց հանդեպ, բայց որպեսզի մեր երկիրն առավել ծաղկի եւ առավել հաջողը դառնա, հա, եւ այդ խնդիրները շտկվեն, կցանկանամ, որ մարդիկ ինչ գործով որ զբաղվում են, իրենց գործը անեն լավագույնս։ Յուրաքանչյուր մասնագետ, հա, իր գործն անի լավ, բարեխիղճ, նվիրումով եւ ամեն բան կարծում եմ վաղ թե ուշ կընկնի իր տեղը։ Իսկ դու փոփոխությունների սիրահար ես, թե ոչ։
Փոփոխություններ նայած թե ինչի հետ կապված են լինում, այ օրինակ իմ արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունները ես շատ բարդ եմ անում, գրեթե չեմ անում, օրինակ մազերի գույնը, հա, կան աղջիկներ, որ տարվա մեջ մի քանի մազի երանգ կարող են փոխել եւ այլն, ես այդ առումով շատ պահպանողական եմ, սանրվածք եւ այլն։ Բայց իհարկե կան բաներ, որ սիրում եմ փոխել, օրինակ ինտերիեր դիզայնում, առօրյայում, որովհետև այդ նորությունները նոր էմոցիաներ են արթնացնում, մոտիվացնում են, չգիտեմ, փոփոխություններ պետք են կյանքում անել։ Դրանք լավ են անդրադառնում։ Կյանքում մի որևէ կտրուկ փոփոխություն, որը վայրկյանների ընթացքում որոշել ես եւ իրականացրել ես։ Այս բան մտքից չեկավ տենց շատ կտրուկ երևի չէ, միշտ երկար եմ մտածում, ես տենց երկար եմ մտածում, հա, այդ չգիտեմ լավ է թե վատ, բայց չէ, մտքից չեկավ տենց։ Այսինքն հիմա մթերք գնելիս բավականին երկար ես կողմնորոշվելու։ Հա, ես կարող եմ մի փունջ օրինակ համեմը վերցնեմ, մի 1000 անգամ սենց պտտեմ այս կողմ են կողմ, սենց մի 10 հատ վերցնեմ, ընտրեմ այն, որ ինձ ավելի շատ դուր եկավ իր տեսքով եւ այլն։ Ընդամենը վայրկյաններ անց մենք ականատեսը կդառնանք, թե դու ինչպես ես այդ ընտրությունը կատարում, որովհետեւ հասանք խանութին։ Հաջորդ հանդիպումը կլինի հենց խանութում։ Հասանք Բաղձալի գնումները կատարելու փուլին։ Բանջարեղենը մեզ անհրաժեշտ, խնդրեմ Լիլիթ, ասեք թե ինչ ենք գնում բանջարեղենի խանութից։ Ցուցակս բացեմ։ Մշտապես ցուցակը ձեզ մոտ է։ Միշտ։ Հա։ Հա։ Եվ դու հասցնում ես գնումներ, տես չի ստացվում եւ դուքով եւ դույով է ստացվում մեր զրույցը ամեն դեպքում։ Դու մշտապես ցուցակով ես։ Հա, մշտապես այսպես ավելի կազմակերպված է ստացվում գնումները կատարել։ Բարև ձեզ։ Դե խնդրեմ։ Սկսենք կողմնորոշվել, բարև ձեզ։ Ընտիր թարմ սպանախները։ Մեզ սպանախը հարկավոր։ Կարծում եմ Քանի կապ։ 2 կապը բավական է լինելու։ 2 կապ բավական է այսքանը։ Վահան։ Հաջան։ Դու ոնց որ գնումներ անելուց Ինչ։ լավերը ընտրի, լավերը։ Բայց դու սպանախ չէիր նայում համենայն դեպս։ Հա, այս բազուկի ճավեր։ Իսկ սա սպանախ։ Ահա։ Այ այսպես 2 հատ սրանք ամեն դեպքում։ Սպանախի հարցում մեր բախտը բերեց, շատ երկար չես կողմնորոշվում, ինչպես ասել էիր, կարող եմ 10 կապ վերցնել եւ անդադար պայքարել նրանց հետ եւ նրանց դեմ։ 1 կապ համեմ։ 1 կապ համեմ։ 1 կապ սամիտ։ Բայց լավ տարբերակում ես համեմը եւ մաղադանոսը։ Հա, ընտիր։ Հրաշալի։ Ես Վահան, այո, Վահանը կապի մեջ է։ Խնդրում եմ ինձ օգնի, մի հատ Պոլիէթիլենային տոպրակ։ Այո։ Խնդրեմ Լիլիթ։ Ահա։ Շատ արագ է ստացվելու։ Հիմա այստեղից կվերցնենք մեզ անհրաժեշտ կանաչիները։ Քանի որ գարուն է, պետքա շատ կանաչիներ, բանջարեղեններ թարմ օգտագործել։ Այո։ Ահա, ես դեռ համբերությունը չեմ չարաշահում։ Լիլիթ, չերել չարաշահում կեղծ։ Կանաչ սոխ, ահա, ընտիր, խնդրեմ։ Ցուցակը եւս մեկ անգամ խնդրում եմ բարձրաձայնիր։ Ահա, չերի լոլիկներ ունենք։ Այո, ունենք։ Այո։ Տարատեսակներ նույնիսկ։ Ես մի հետաքրքիր բան ասեմ, լոլիկը ընտրում եմ իր հոտով։ Դե խնդրեմ։ Ես հոտ եմ քաշում։ Լավն Եթե էր տուփի լոլիկի իրական հոտ գալիս է, ընտրում եմ։ Տուփի հոտը լավն էր, դուրը եկավ։ Վերջերս մեծամասամբ հա հոտ չեն ունենում։ Չես Հասկացա։ հասկանում ինչ ցա։ Ինչպես նաև ծաղիկները։ Այո։ Լիլիթ խնդրում եմ Կրվաստ ենք հնչեցու եմյուս տեսակի ցուցակի մեջ արկա բոլոր բանջարեղենները եւ մենք հանդիպենք արդեն դրա մասին։ Լիմոնելա մեզ պետք, 1000-ա պետք, աղցանի համար ձուն այդ մնաց խանութից վերցրեցինք սպանախը, վերջ։ Վերջ։ Այսքանը։ Խնդրում եմ գնա լիմոնը վերցրու եւ արի։ Վերանայեմ մեր ցուցակը։ Լավ։ Չերի լոլիկ համում եմ սամիտ, կանաչ սող, 1000 լիմոն, սպանախ։ Ահա։ Վերջ ամեն ինչ գնել ենք։ Վերջ ամեն ինչ գնել ենք եւ մեր գնումների ընդհանուր գումարը կազմում է 3490, շնորհակալ ենք արհեստի համար, անուշուտեք։ 3490 դրամ եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք քո փոխարեն Լիլիթ։
Շնորհակալ եմ։ Առաջարկը ընդունվեց։ Դարագայով կարելի։ Այո։ Խնդրեմ, շնորհակալություն։ Ձեզ որ Լիլիթ, խնդրում եմ վերցրու կտրոնը, ես կվերցնեմ մեր գնումները եւ գնանք հաջորդ թիվ գնումներին։ Գնացինք։ Գնումների հաջորդ փուլն է, բոլորիս կողմից սիրված ցուցակը խնդրում եմ վերանայել եւ հնչեցնել, ինչ է անհրաժեշտ։ Կատնաշոր, ձու, հալվող պանիր, ընկույզ, պահածոյացված շամպինյոն։ Դե խնդրեմ, ձեր թիկունքում է ամեն բան, կարող ենք սկսել։ Գնացինք։ Սնկերը այս կողմում են, մնացածը ձեր առջևում է։ Գնանք թթված կատնաշորը վերցնենք։ Լիլիթ, բայց դու խոստացել էիր, որ շատ երկար եւ բծախնդիր ես կողմնորոշվելու, բայց հասկացանք, Ես ուղղակի խնայում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Կատնաշոր։ Չէ, դա թթվասերն է, ձեզնից աչ է գտնվում, քեզնից։ Չի ստացվելու այսօր Մի մինչև վերջ։ րոպե, ես Լիլիթ, կարող եք լինել օգնության։ Չանախ կամ մարիլա։ Լիլիթ, մենք կհանդիպենք արդեն դրամարկղում, դու կարող ես երկար կողմնորոշվել։ Շատ լավ։ Կրկին արագ կողմնորոշում արդեն անիմաստ եմ համարում ասել ու քեզ շնորհակալություն, որ խնայում ես մեր ժամանակը ու վերջացավ գնումների երկրորդ փուլը եւ ընդհանուր գումարը կազմում է 3850 դրամ, առաջարկում եմ կրկին մենք վճարենք Շատ մաչելի գնումներ եմ կազմակերպում, տեսնում ես Վահան։ Այո, եւ վճարում ենք մենք։ Այո, ես թույլ եմ տալիս, որ դու քեզ ջենթլմեն զգաս։ Իրականում ես բացարձակ այդ խնդիրը չունեմ, բայց շնորհակալություն Լիլիթ, ահա, խնդրեմ, մենք վճարում ենք, իսկ հաջորդ հանդիպումը լինում է որտեղ։ Արդեն տանը։ Այո, խոհանոցում։ Այո։ Շնորհակալություն։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաև մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում ես Մառանիկ ընկերության կարգախոսը Լիլիթ։ Այո։ Դե Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ։ Խոսքեր չունեմ, բրավո։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ, մենք եւս տանը մշտապես օգտագործում ենք։ Դուք մշտապես կատարում եք լավագույն ընտրությունը։ Ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաև համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-ում քրեմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյի թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Ես իհարկե սուրճ չեմ խմում, բայց տան անդամները բոլորը շատ սիրում են, հատկապես մայրս, վստահ եմ, որ այդ նվեր իրեն շատ դուր կգա։ Սիրով նվիրում են ընտանիքի բոլոր անդամներին։ Վերջապես հասանք խոհանոց, ժամանակն է արարման եւ ինձ շատ ուրախացնում է, որ 2 տախտակ 2 դանակ է դրված, հետեւաբար ես մասնակիցն եմ դառնալու այս ամենի։ Ինչից ենք սկսում, ինչ ենք պատրաստում եւ ով ինչ պետք է անի։ Խնդրեմ Լիլիթ, սկսիր ներկայացնել։ Ահա, ես այս ուտեստի անունը չգիտեմ, բայց մենք կօգտագործենք
Ջերեփուկ ենք պատրաստում։ Ջերեպ հորին ենք, այո, հորին ենք։ Լավաշ կօգտագործենք այս ուտեստի համար, կօգտագործենք սպանաղ, կատնաշոր, ձու, չերի լոլիկներ, ձուն համեմելու ենք այս համեմունքներով եւ վերջում հալվող պանիր։ Բարի, ինչից ենք սկսում, ով ինչ է անում, ինձ հստակ հանձնարարություն տուր, խնդրում եմ։ Լավ կլինի, որ դու հիմա այս սպանախները 3 մասի բաժանես։ Եվ լավ կլինի, որ դու դրանք տաս ինձ, որ ես 3 մասի բաժանեմ։ Ահա, գնացինք։ Դու ինչպես հասկանում եմ, խոհանոցում շատ հաճախ ես լինում, որովհետև գնումներ կատարելիս էլ ասեցիր, որ բավականին հաճախ ես կատարում գնումներ։ Ահա։ Որ խոհանոցն է քեզ հատկապես դուր գալիս։ Որ երկրի նկատի ունես։ Ես սիրում եմ մեր հայկական խոհանոցը շատ։ Մարոլ, կուտես։ Չէ, այս մեր մյուս աղցանի համար է պետք լինելու։ Ահա։ Վահան գիտես չէ, այս ուտեստը առաջին անգամ եմ պատրաստում։ Պրեմիերա մեր եթերում, շատ հաճելի է։ Չգիտեմ ոնց է ստացվելու, բայց հույս ունեմ, որ լավն է լինելու։ Եվ որ երկրի խոհանոցն ես ամեն դեպքում սիրում։ Ես շատ սիրում եմ օրինակ իտալական այդ պաստաները իրանց համեղ սոուսներով, վրացական խոհանոցից էլ շատ սիրելի ուտեստներ կան ինձ համար։ Մեր հայկականը ամեն դեպքում շատ առողջ է ինձ թվում է։ Մեր ուտեստները ես այն օր այդպես մտածում էի, դե Ամերիկայում չէ այդ բուրգերներ, բան, արագ սնունդ եւ այլն շատ տարածված է, բայց մեր ուտեստները մի հատ նայ, էլի, չգիտեմ, ինչ որ կարմիր լոբով, ընկույզով, սենց ինչ որ աղցաններ, թարմ տավարի մսից խաշլամաներ, թարմ մսից տոլմա եւ այլն։ Ո՞րն է մեր խոհանոցը։ Լիլիթ, ես վերջացրել եմ իդեպ մոտ 40 րոպե առաջ։ Ուրիշ։ Չես վերջացրել, ստեղ մի քիչ էլ ունենք։ Բայց մի հատ սալեցնեմ, դա ավելացնեմ, տեղազատվի նորմալանանք։ Լավ։ Մի վարքյան Խոսենք մի քիչ մեր հարազատ մասնագիտության մասին, թե չխոսենք։ Խոսենք։ Ես վստահ եմ, որ երբ դու ընդունում ես թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, ցանկանում ես դառնալ լավ դերասանուհի, հատկապես թատրոնում։ Չէ՞ ոչ այնքան։ Չէ, միանշանակ թատրոնում։ Ահա, այդ հարցը շատ տեղին է, այդպես, որովհետև շատերը ընդունվում են թատերական։ Ահա, հենց դրա մասին էի ուզում խոսենք, բայց դու միանգամից պատասխանիր հաջորդ հարցից։ Ինչ էի ուզում ասել։ Ուզում էի ասել, որ մարդիկ հիմա ընդունվում են թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ ուղղակի հայտնի դառնալու համար։ Այո, իրենց գրավումը ավելի շատ այդ սերիալային նկարահանումները, որոնք շատ արագ հայտնիություն են բերում։ Իհարկե դա վատ չի, այդ արագ հայտնությունը, որովհետև արտիստին, այո, պիտի ճանաչեն։ Մարդիկ, որպեսզի հասցնեն հասկանալ իրեն, սիրեն կամ չսիրեն։ Բայց այդ նպատակով ընդունվել թատերական ինստիտուտ, մեղմ ասած, լավ չի։ Ես քեզ հետ համաձայն եմ 10-ից 10 ուղղակի։ Կա մի հայ դերասանուհի եւ հայ դերասան, ցանկալի է ժամանակակից։ Եթե չկա ժամանակակից, նշիր ոչ ժամանակակից։ Ում խաղը շատ ես հավանում եւ կցանկանայիր իրպես լավը լինել։ Կցանկանայի իրպես լավը լինել, իրանք այո կան այդ մարդիկ, իրենք յուրօրինակ են, այսինքն իրենց պես լավը ես չեմ ցանկանում, առհասարակ իդեալներ չունեմ։ Վահան, առհասարակ իդեալներ չունեմ, ոչ դրսի արտիստներն են ինձ համար երբևէ եղել իդեալ, ոչ էլ մեր հայ արտիստները, բայց ունեմ սիրելի արտիստներ, այո, որոնք ինձ համար օրինակելի են, հա, ինձնից մի փոքր ավելի ավագ սերնդից, ինչ չէ, նաև իմ տարեկիցները, այս առատ ստացվեց, կարող է։ Բայց մեկնաբան ենք ինչ ենք անում, հետո նոր անցնենք հարցի պատասխանին։ Մենք լավաշը դարձրեցինք այսպիսին, այնուհետև ավելացրեցինք կաթնաշորը, որևէ համեմունք չավելացրեցինք, ընթացքում ավելացավ նաև սպանախը կտրատած։ Սպանախը առասարակ շատ սմքել, փոքրանալու հատկություն ունի, ինձ թվում է այս նորմալ է, թող համեղ լինի, առատ լինի։ Ահա, ավելացրեցինք սպանախը, հիմա մեզ պետք է այս ձվերը հարել, իսկ այս ընթացքում քեզ աշխատանք եմ տալիս, այս չերի լոլիկները ուղղակի մեջտեղից կտրի։ Երկու մասի ենք բաժանում։ Երկու մասի այս խոշորները ընտրի։ Բարի։ Այդ մանրիկները կօգտագործենք աղցանի մեջ։ Շատ լավ։ Խնդրում եմ պատասխանիր, հիմա պատասխանիր հարցին, ովքեր են այդ դերասանները կամ դերասանուհիները, ում խաղը շատ ես հավանում։ Ոյ,
Շատ են իրենք, հիմա Բայց ասացիր, որ կան, այո։ Անուններ տալը ինչքանով ճիշտ կլինի։ Այնքանով որքանով։ Չես տալիս անուն։ Լավ, Չէ, ազգանուններ։ Լուիզա Ղամբարյան, ինձ համար Ապրես։ եւ շատ սիրելի արտիստ, եւ շատ սիրելի մարդ, շատ օրինակելի կին, ես ուղղակի հիանում եմ իրենով, ինձ համար ինքը միշտ յուրաքանչյուր տեղում է փայլում։ Մեր ողջույնները Առաջինը, որ Լուիզա Ղամբարյանին, Մտքիս եկավ։ որովհետև ես նույնպես շատ եմ հավանում իր խաղը եւ շատ եմ հավանում իր մարդ տեսակը։ Լուիզա, մեր համբույրները եւ գրկերը քեզ։ Այո։ Իդեպ ինձ բախտ վիճակվել է Լուիզայի հետ խաղալ սերիալի շրջանակներում, բայց ամեն դեպքում այսպես սկեսուրի սկերպարներ, Այո։ ինքը մարմնավորում, երթում սերիալում։ Ինչ ես անում, ինչ համեմունքներ ես ավելացնում, խնդրում եմ 5 մեկնաբանիր։ ձու կոտրեցի, սև պղպեղ ավելացրեցի, կարմիր քաղցր եմ անում հիմա, առատորեն, օրսերկ համեմունքները սիրում եմ մի քիչ առատ անեմ, մեկ-մեկ մաման ջղային անում։ Դե վրացական խոհանոց սիրող բոլոր մարդիկ հետևաբար սիրում են առատ համեմունքներ։ Սա էլ բան է, մի քիչ կծուն է, հա։ Կծվից մի քիչ 3 տոննա լոլիկ կտրատեմ հերիք է։ Բան մի երկու հատ էլ արա, այդ ամեն ինչ շատ սիրելու սկզբունքով ես այդ եմ, հետո ինքը յուրահատուկ համա հաղորդելու։ Սա հարում ենք։ Լիլիթ, իսկ հայկական թատրոնները այս շրջանում ըստ քեզ ճիշտ ներկայացումներ են բեմադրում, որպեսզի բավարարեն հանդիսատեսի քմահաճույքները։ Ճիշտ ներկայացումներ, այդ հարցը գիտես շատ հետաքրքիր էր, որպեսզի բավարարեն քմահաճույքները, այսինքն այս այն հարցն է ստացվում, առաջարկն է ծնում պահանջարկ, թե պահանջարկը առաջարկ։ Հիմա ես կարծում եմ, որ թատրոնն են տեղն է, Այո։ որ պիտի առաջարկի եւ մարդիկ տեսնելով, սիրելով պահանջեն դա, ոչ թե պետք է տեսնի ինչ են պահանջում եւ դա առաջարկի, այսինքն իր Ապրես։ իր նշաձողը չիջեցնի, հա, հասարակությանը չեմ փնովում ամենևին, բայց բոլորս էլ գիտենք բոլոր ժամանակներում հասարակության 5 մաքսիմում 10%-ն է մտավորականությունը, հա, կազմել, այսինքն մեծամասնությունը մարդկության եղել են ուղղակի հասարակ մարդիկ։ Հետևաբար լսել մեծամասնության կարծիքը եւ ըստ դրա ինչ-որ բան առաջարկելը սխալ կլինի, կարծում եմ։ Մենք ունենք շատ լավ ներկայացումներ, շատ լավ ներկայացումներ ունենք, պետք է այդ գնահատել, բայց սովորաբար այդ շատ լավ ներկայացումները կրթող, խորիմաստ, հա, այն որ լցնում են քեզ լիքը հետ ես վերադառնում տուն։ Հիմա քիչ հանդիսատես են ունենում։ Հիմա այս մասն էլ մեկնաբանենք եւ երևի թե դադարեցնենք նկարահանումը։ Ինչ ես անում։ Համեմված հանգիթը։ Համեմված հավկիթ ուզում եմ ավելացնել այս զանգվածի վրա։ Իդեպ համեմված համեմը։ Հա, այստեղից մի հատ համեմա փախել եկեք։ Դե խնդրեմ, ավելացրու Լիլիթ։ Այս ավելացնենք։ Եվ հաջորդիվ պետք է պանիրը քերել։ Չէ, հաջորդիվ պետք է այդ չերի լոլիկները քո կտրատած շարենք վրան, շատ սիրունա լինելու։ Ահա։ Լավ։ Ոչ մի գրամ թշնամուն։ Ու հետո ու քերենք պանիրը վրան, դնենք ջեռոց վերջ, շատ արագ պատրաստվող եւ կարծում եմ համեղ է լինելու։ Բավական է այսքանը։ Հա։ Դե խնդրեմ։ Դնենք սենց շատ խիտ։ Բայց մենք լիքը բաներ ունեինք գնաց եւ սա մեր առաջին ուտեստն է, կարծում եմ, չէ՞։ Այո, մենք դեռ 2 աղցան ենք պատրաստելու եւ պահքային բրաունի։ Լորի պանիրը քերելու ենք այս ամենի վրա, ուղարկելու ենք ջեռոցը որքան ժամանակ։ Մոտ երևի 20 րոպե։ Բարի, ես առաջարկում եմ այս պահին դադարեցնենք նկարահանումը, վերադառնանք արդեն նոր ուտեստի պատրաստման ժամանակ։ Համաձայն ես Լիլիթ։ Այո։ Շնորհակալություն։ Լիլիթ, շատ արագ են գործում իրականում ու հասել ենք արդեն կարծես թե այս ուտեստի վերջնական ձևավորմանը, որից հետո անցնում ենք աղցանի պատրաստմանը։ Ինչ ենք անում, պանիրը լցնում ենք ուղղակի այս ամենի վրա, ուղարկում ենք նախապես տաքացված ջեռոցը, սպասում 20 րոպե, ճիշտ է։ Մոտ 20 րոպե։ Մոտ 20 րոպե։ Արտակնից բարձ կլինի։
երբ է պատրաստ։ Արտաքնից ինձ թվում է Այսինքն ուղղակի։ պանիրը պետք է հալվի, մի փոքր վարդագույն կեղև կապի ու արդեն կնշանակի, որ պատրաստ է ուտեստը։ Հասկացա։ Աշխատում ենք շատ մաքուր, կարևոր է եւ դա շատ գովելի է։ Լիլիթ, Դե հիմա նորմալ բնական վիճակ է։ շատ, բայց ես ոչ մի բան չասացի, աշխատում ենք շատ մաքուր եւ դա գովելի է։ Ահա, սա ուղարկում ենք ջեռոց։ Խնդրեմ, ուղարկիր դա ջեռոց։ Ինչ ափսոս, որ ես սրանից չեմ ուտել։ Ինչու՞, դու նույնպես պահում ես դիետաներ։ Չէ, սկզբում նշեցի, չէ, որ պահքի մեջ։ Ճիշտ է, մոռացել էի ես, ներողություն, բայց կարող ենք մի Բայց այն աղցանները անել եւ դու նույնպես մասնակիցը կդառնաս։ Պանիրն էլ պիտի չանեինք։ Ոչինչ, այսինքն ձուն էլ հաց, պետքա չանենք։ պանիր, Չէ, չէր ստացվի։ կստացվեր հաց, կանաչի եւ լոկ։ Հա, չէր ստացվի։ Լիլիթ, հաջորդ հանձնարարությունը խնդրում եմ տուր ինձ։ Արի կանաչիները դու սկսի կտրատել, ես կտրատեմ այս հազարները։ 1000 Մաքուր հայերենով ասված մարոլը։ Այո։ Ստեղ մեզ պետքա առատ համեմ։ Մանր, Հա, շատ մանր։ բայց այստեղ կա նաեւ որոշակի սամիթ։ Ոչինչ, հեսա սամիթել ենք անելու։ Լավ։ Մի փոքր խառնելա, ոչինչ։ Լիլիթ, որ տեսակի դերերն են քեզ հոգեհարազատ։ Որ տեսակի։ Այո։ Ժանրը երևի թե հերոսուհիներ, հնարավոր է նաև հակահերոսուհիներ։ բոլոր տեսակի դերերը ինձ հետաքրքիր են։ Իսկ ժանրից եթե խոսենք, ես երևի թե ինձ դրամայում ավելի լավ եմ զգում, քան կոմեդիայում։ Բայց փորձ ունեցել ես իհարկե, վերջին ներկայացումը, որը մեր թատրոնում, Գոյ թատրոնում բեմադրվեց, Լոնդոն բլյուզներ, այնտեղ կոմեդիա էր եւ հերոսուհին էի, Պոլիի կերպարների մարմնավորում, շատ ստացված էր, չգիտեմ, բայց դեպի շատ հոգեհարազատ ինձ զգում եմ դրամա։ Իսկ երաժշտության որ ոչնա քեզ ավելի հոգեհարազատ։ Ոյ, ջազ եմ շատ սիրում։ Երգում ես։ Ինձ թվում է, որ ջազը իմը լավ է ստացվում։ Երգում ես ջազ։ Նաև։ Հենց հիմա պահանջում եմ իմ եւ բազմաթիվ հեռուստադիտողների պահանջով, որպեսզի մեկ ջազային կատարում ձոնես մեզ։ Առանց չկա գարուն։ Ինչ բան։ Բոլոր այս Էլվինա Մակարյան, առաջինը մտքիս էս եկավ։ Այլ կատարում, խնդրում եմ, արտասահմանյան ջազ կատարում։ Բան, ոնց որ հաղորդումը քիչ-քիչ փոխարվում է այլ ֆորմատի, հա։ Այո, երաժշտական հաղորդում։ Թե կարող ես։ Շատ ապրես Լիլիթ։ Չես երգելու արտասահմանյան որևէ ջազ կատարում, դա հասկացա մի անգամից արդեն ամեն բան պարզ էր, բայց լավ։ Ինչ ենք անում, լավ, այս կանաչին արդեն կարծես թե քո ուզածով է, չէ՞, շատ մանր է իր ուզել եւ շատ մանր էլ ստացվեց, չէ՞։ Բայց հանկեց ես։ Լիլիթ, ոսկե մատներ խմբա, այո, հետո։ Ես չգիտեի, լուրջ չէի պատկերացնի, որ սենց սիրով ես դու խոհանոցում աշխատում։ Այդ լավ է։ Բայց ամեն դեպքում հաղորդում Կոքնես կնոջդ խոհանոցում յուրաքանչյուր կին ինձ թվում է երազում է, որ խոհանոցում ամուսինը կարողանա լինել օգտակար։ Իսկ դու այդպիսի ամուսին ես ուզում, որպեսզի քո կյանքում լինի։ Այո, ես շատ ուրախ կլինեմ, որ այդպես ստացվի։ Բան ավելացնենք, սա։ Ավելացնենք Լիլիթ, այո, ավելացնենք։ Ես այստեղ ավելացնենք, հետո կտրատենք մի քիչ կանաչ սող։ Այսքանը բավական է ինձ թվում է։ Խնդրեմ։ Կրկին նույն տրամաբանությամբ մանր։ Հա։ Դիտապտղի ձեթի վրա ավելացնում ենք քամած լիմոնը։ Սա թողնում ենք որպեսզի հանգստանա։ Հեչ պետք չի, որ դա հանգստանա։ Քինոան ենք ավելացնում։ Գիտես, այս աղցանը կարելի ասել թաբուլեի քինոա տարբերակով է, էլի։ Բայց ես էլ չեմ փորձել, գիտես, չէ՞։ Առաջին անգամ եմ փորձում։ Դե թաբուլը շատ եմ պատրաստում, մի շարք պրեմիերաներ մեր եթերում։ Քինոա տարբերակով։ Իսկ որտեղից ես գտնում ես բաղադրատոմսերը։ Ես շատ միքսում եմ իմ ֆանտազիայի հետ, եղած բաղադրատոմսը, ասենք։ Խառնում եմ, սիրում եմ տարբեր պատրաստել։ Ոնց կա այդպես չեմ պատրաստում։ Իսկ պետք չի արդյոք դա ավելացնել նոր խառնում։ Արդեն ավելացնում եմ։ Սա ավելացնենք։
Իդեպ մի հետաքրքիր բան նկատեցի։ Համեմունքներ Դու ավելացնել։ աղ չես օգտագործում։ Հա, Ինչու։ ես ասեմ, այնտեղ չօգտագործեցի, որովհետև պանիր էինք քերել վրան։ Բայց կատնաշորը ամեն դեպքում անալի է։ Դե հա, բայց Ուզում եմ հասկանալ ուղղակի ինչ որ բան ինձ կա տենց աղի հետ կապված, թե ոչ։ Իսկ այստեղ, չէ, առհասարակ օգտագործում եմ։ Իսկ այստեղ շատ է լինում այս թթվաշությունը ու լիմոնի հյութը ինքնին աղիություն ունի ու լոլիկն էլ աղիություն ունի։ Աղ երբ որ օգտագործում եմ Լիմոն ու 1000-ի հետ Լոլիկ ես փորձել, որոնք աղիություն ունեն։ Դե բան, յուրաքանչյուր բանջարեղեն ունի իր մեջ, իր աղը պարունակում է։ Ես նախընտրում եմ այս աղցանների մեջ ավելի զգամ հենց Բնական համը։ բնական համը, հա։ Ահա։ Ահա։ Մի փոքր էլ կծու անենք։ Կարծես թե այս աղցանի հետ ամեն բան պատրաստ է, մեզ հաջորդ բաղադրիչներն են, չէ՞, պետք գալու։ Այստեղ քինոա էլ է պետք, մի րոպե։ Որտեղ քինոա։ Վահան կխառնես ոչ փնթի։ Իհարկե։ Ոչ փնթի փորձեմ։ Իդեպ այստեղ ունենք նախապես խաշված լոբի, ես դա բերեցի։ Քինոա։ Հա, այս հաջորդ աղցանի համար է։ Քինոա։ Քինոան արդեն վաղուց մեջն է։ Ոյ, օրեգանո։ Օրեգանո, հա։ Չէ, ես հաստատ շատ սոված եմ արդեն։ Ես արդեն հասկացա։ Մի փոքր անեմ ու խառնեմ։ Ահա։ Չոր վիճակում, Այո։ բնականաբար։ Անցնենք հաջորդ աղցանի պատրաստմանը զուգահեռաբար։ Այո։ Լիլիթ, հաղորդումը իրականում այցելել էր քեզ, քաղցած չէին սպասում, բայց չգիտեմ ինչու դարձավ սա իմ հաղորդումը, որովհետև գրեթե գործողությունների մեծ մասը ես եմ անում, բայց չեմ դժգոհում, ուղղակի հռետորական հարց էի տալիս։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել եւ Դե արի արագացնենք։ շատ բարի։ Մեկնաբանենք, ուրեմն կտրատել ենք ընկույզը, քերել ենք գազարը, կտրատում ենք մանր սխտորը, ավելացնում ենք լոբու եւ սնկի վրա, Այո, սունկը շամպինյոն տեսակի է եւ պահածոյացված։ Իսկ Եվ լոբին ես պահածոյացված։ նախապես խաշել էի։ հետո ինչ ենք անում, հաջորդ գործողությունը որն է։ Համեմում ենք ու այստեղ մեզ ձեթել է պետք։ Ձեթը Սլաբադա ապրանքանիշի ձեթ եմ ես օգտագործում։ Մեր տանն էլ է Հասկանում եք, դրանից։ չէ՞ որքան ճաշակով է Լիլիթը։ Խոսքեր չունեմ, այո, ես Մեր տանն էլ է դրանից։ Ձեթի տեղը Ես գիտեմ, մի գիտեմ, րոպե։ որ մեզ արդեն նվեր եք բերել, Խնդրեմ։ բայց Լիլիթ։ իմ մոտ այս ձիթապտղով տարբերակն է, այս ավելի շատ եմ նախընտրում։ Այո, մենք ձեզ բոլոր Այս տեսակներից ամենավերջը։ բերել ենք։ Ահա, այդ ընկույզն էլ լցրու, Վահան ջան։ Այս Լիլիթ, փորձ եմ անում, մի համեմունքները բան էլ դու արա։ անում եմ։ Հետո, Սև հետո։ Սև պղպեղ, ուրեմն խմելի սունելի։ Տիպիկ վրացական համեր ենք այսօր վայելելու։ Հա, այդպես ստացվեց։ Խմելի սունելի, Այո։ օրեգանո էլի։ Ահա։ Շատ չենք անի, ահա։ Այս կարմիրները պետք չեն այստեղ։ Եվ համեմունքային լավ ճաշակ ունես, պետք է ասեմ։ Շնորհակալություն։ Գիտեմ։ Ընկույզն ենք ավելացնում սխտորը, աղկանը մի փոքր ու ձեթը։ Վերջ, այս աղցանն էլ այսպես ենք ավարտում։ Լիլիթ, մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, մենք մեկնաբանենք, թե ինչ է տեղի ունեցել, պատրաստեցինք աղցանը, վրան ավելացրեցինք կանաչիներ, համեմ սամիտ կանաչ սոխ, հիմա ավելացնում ենք քունջուտ, քո թույլտվությամբ ես այն կավելացնեմ, այդպես մի լարվիր, ոչ մի բարդ բան չկա, ուղղակի քունջուտը ավելացնում ենք, դուք ասես բավական է, ես այլևս այն չեմ ավելացնի։ Ստոպ։ Բավական է։ Անցնում ենք բրաունի պատրաստմանը, որի համար մեզ անհրաժեշտ են 4 բաղադրիչներ, թվարկենք կակաո, ալյուր, շաքարավազ, փխրեցուցիչ, մեղր, շատ հետաքրքիր ամանով, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Էսթետ էս ամեն դեպքում։ Ամեն դեպքում, թե էսթետ էս Չէ, ու վերջակետ։ ամեն դեպքում էսթետ էս։ Հա, Գրիսականը սկսվեց։ առնետական այո։ Սա մեկ բաժակ շաքարավազ է։ Լցնում ենք 4 բաղադրիչներ, ինչպես ասացի, սկզբում դա ենք խառնում։ Ավելացնում ենք էլի մեկ բաժակ ալյուր։ Ես կօգնեմ, Բայց ալյուրը ես կօգնեմ։ այդ չի թափվելու է։ Լիլիթ, խնդրում եմ, Վահան։ առանց լարվելու։ Սենց։ Սիրուն ավել։ Իբր այսպես չի թափվում։ Իբր։ Դե մի քիչ ռիսկային է ալյուրը։ Թափվելու Ալյուրը այո, շատ ռիսկային է։ Ահա։ Մի Բայց բաժակ ալյուր։ չլցնես։ Հա, հիշում եմ, որ պետք է մաղել, Մաղիչով։ Ինչի գիտես, բայց որպեսզի Խոհանոցում մնացորդները չհայտնվեն այն ամենի մեջ, ինչը որ պատրաստում ենք, ոչ միայն։ որպեսզի օդ մտնի այդ ամենի։ Ապրես, քիծես։ Լիլիթ, Լավ ասենք տիրապետում ես, Վահան։
Հետո շատ քիչ ժամանակ է մնում մեզ։ Հետո արագ ավելացնում ենք կակաոն, առատորեն անում ենք 3-ից 4 մեծ գթալ, 2, 3, սա 4, ահա։ Սա առաջին տարին է, որ դու հետևում ես պահքին եւ պահում ես այն, թե մշտապես գիտակից տարիքից սկսած պահել ես։ Ոչ, շատ կուզեի, որ այդպես լիներ, բայց այդպես չի։ Մի փոքր աղ եմ ավելացնում։ Չէ, անցյալ տարի եմ առաջին անգամ պահել, սա երկրորդն է, այսպես լիարժեք, հա, մեծ պահք ամբողջությամբ, վերջին օրը ծոմ, Վերջին օրը վերջին մեկ շաբաթը։ Պատարակներին մասնակցել, վերջին մեկ օրը, 24 ժամ վերջին։ Պատարակներին մասնակցել, վերջում ստանալ հաղորդություն, այսպես սոդա։ Հա, սոդա ավելացրեցինք էլի մեկ թեյ գթալ, շատ պետք չէ, որտեղ եւ փխրեցուցիչ ունենք, եւ սոդա ունենք, եւ այստեղ նաեւ քացախ ունենք։ Հիմա քացախն էլ չէ, քացախը արդեն թաց բաղադրիչների մեջ պետք է խառնենք, այստեղ չորերը խառնենք, չորերը ոնց որ թե ավարտեցին։ Ես չորերը խառնեմ, դու խառնիր թաց բաղադրիչները, որպեսզի ժամանակը կարողանանք ռացիոնալ օգտագործել։ Այո, թաց բաղադրիչները, ուրեմն մեկ այսպես էլի նույն բաժակով, հա, մեկ այսպես 7-ի բաժակ բուսայուղ։ Ամբողջությամբ մոտ 200 գրամ։ Մոտ 200 գրամ։ Մի փոքր նույնիսկ քիչ կարելի է։ Հետո այս ամենը խառնելու ենք իրար, մեղրը երբ ենք ավելացնելու, որպես թաց բաղադրիչ, թե որպես մատուցման բաղադրիչ ենք օգտագործելու։ Չէ, որպես թաց բաղադրիչ, հիմա ես այստեղ կավելացնեմ։ Ահա, սա ենք ավելացնում, այստեղ արդեն ունենք եռացրած գոլից մի քիչ դեպի ավելի տաք ջուր, կրտին 1 բաժակ, համաչափ են, հա, բաղադրիչները այստեղ։ Մեղրը մոտ 3 ճաշի գթալ կավելացնենք։ Ինչ մնաց, բան չենք մոռանում, չէ։ Փորձը ցույց է տալիս, որ մշտապես մոռանում ենք, բայց հետո կարողանում ենք շտկել։ Այս կարելի է առանց չափելու, նույնիսկ ես իրան ամբողջությամբ բնական մեղր պարտադիր, չէ, ոչ թե արհեստական։ Անպայման։ Շաքարավազը չի համարվում, չէ, խախտում։ Չէ։ Կենթանական ուտեստներն են եւ կենթանուց հա ստեղծված, չգիտեմ, կաթամթերքի հետ կապված ամեն ինչ։ Լավ է, համասեռ է զանգվածը։ Այո, համասեռ է։ Սա էլ խառնենք։ Հիմա դա խառնեմ։ Ես կխառնեմ, խառնենք ու սա մաս ավելացնենք, ահա։ Ուրիշ նոր բան։ Նոր բան ընկույզն ենք ավելացնելու ամենավերջում։ Եվ հարկենք ջեռոց։ Մինչ ջեռոցում կթխվի, մենք ջնարակն ենք պատրաստելու, այսինքն մաքուր հայերենով գլազուրը։ Նորից օգտագործելու ենք կակաո, շաքարավազ, կարակ, ջուր, չէ, կարակ չէ, սա կենթանականը։ Մենք պատրաստում ենք պահքային։ Ուզում բռնել, բայց չստացվեց։ Բրաունի չստացվեց։ Լիլիթ, հասանք ամենակարևոր պահին համտեսելուն, բայց մինչև համտեսելը խնդրում եմ լարիր ստեղծագործ միտքդ եւ սկսիր անվանակոչել բոլոր այն ուտեստները, որոնք դու պատրաստել ես մեզ համար։ Սկսենք աղցանից այս լոբով եւ սնկով պահքային աղցանը ես կանվանեմ սննդարար աղցան։ Չէ, այդ անուն չէր։ Այդ անուն չէ, այդ բովանդակությունն է։ Շատ պահքի համար ինքը մստին փոխարինող է լոբին էլ սունկն էլ, շատ էֆեկտիվ է։ Ես նաև ընկույզ եմ իմպրովիզարել ավելացրել։ Դու անվանիր։ Ես կանվանեմ միայն քաղցրավենիքը եւ այն կկոչեմ լիլամիսու։ Լիլամիսու։ Այո։ Ինչի լիլամիսու։ Դե որովհետեւ տիրամիսու չի, բայց պատրաստել է Լիլիթը եւ կլինի լիլամիսու։ Հասկացա։ Չէ, չկա ստեղծագործ միտք։ Այս հյուծված քաղցած դեմքով բարի ախորժակ եմ մեզ մարդուն թույլ տուր որպեսզի մատուցեմ։ Ահա։ Թույլ տուր ես համտեսեմ։ Քեզ ասեմ շնորհակալություն հրաշալի օրվա հետաքրքիր բույրերի, վստահ եմ նաև համերի համար, բայց պահքի շրջանը դու պետք է որ ալկոհոլ չօգտագործես։ Այո, սա չխկի համար է։ Սա չխկի համար այնտեղ կա ֆոտոապարատ, կարող ես դրանից օգտվել։ Շնորհակալություն Լիլիթ։ Անցնենք համտեսելուն, մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ հուսով եմ կգոհացնի ձեզ համար։ Հիմա հասկանանք դու իրոք պահքի մեջ ես դրա համար չես ուտում, թե ինչ որ բան կա, որ չես ուտում։ Առաջին անգամ եմ փորձել։ Ես չգիտեմ այս ուտեստի համը։ Ուղղակի բաղադրիչները ինձ հետաքրքրել են։ Դու շատ մեծ բան ես կորցնում։
այս ընթացքում այո, բայց աղի արկայությունը իհարկե շատ ցանկալի կլիներ։ Շնորհակալություն Լիլիթ։ Մեզ բարեախորժակ, մնացածը արդեն կադրից դուրս կհամտեսենք։ Բարեախորժակ։ Բարեախորժակ։ Հիմա այս աննման ինչ ես փորձելու։ Շատ համով է եղել։ Ոնց։ Չեմ հավատում, որ առաջին անգամն է, այդքան լավ է ստացվել։ Ինչ անեմ։ Կարող եմ հատդ խաչ անես փորձես։ Հա։ Չէ, Վահան։ Նենց գայթակղիչ պահեր եմ ունեցել պահքը խախտելու, բայց չեմ խախտել այս սաղվակի ծաղիկները։ Լավ։ Այդ ամենի դիմաց։ Հետո հաղորդումը կնայես, մենք Բաղադրատոմսով քո համար կպատրաստես կուտես։ Հա, բայց ես քեզ ասեմ, այս աղցանն էլ է ֆանտաստիկ։ Ես կփորձեմ ու կասեմ ֆանտաստիկ էր թե ոչ։ Ավարտվեց եթերաժամանակը, շնորհակալություն, հաջողություն։ Լիլիթ, շնորհակալություն, ամեն ինչ իրոք շատ հրաշալի էր, հատկապես այն վրացական մոտիվներով աղցանը ինձ տեղափոխեց Մտովի Օրթաճալեի ավտոկայան, բայց մինչ հեռանալը մի հարց ունեմ, շատ բարեկարգ է ձեր շքամոտքը, սա ձեր միջամտությամբ է այսպես եղել, թե համայնքապետարանի։ Մեր նախաձեռնությամբ, մեր միջամտությամբ, մեր ֆինանսավորմամբ ամբողջապես այո բարելավել ենք, այսպես ավելի հաճելի է ապրելը։ Շնորհակալություն հետաքրքիր եւ համեմված օրվա համար, ձեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն, քեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն։ Շնորհակալ եմ, հաջողություն, լավ մնացեք։ Ես ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, սպառված եմ, ինձ լավ աշխատացրել են, ինձ հիմա մենակ պետք է հանգիստ տաք լոգանք եւ քնել, հաջողություն։ Ծատայեմ, հույս չունենաս լավ աշխատացրել են, ոնց որ ինչ է նշանակում լավ աշխատացրել են, բայց փոխարենը գնումներ են կարել, քեզ նվերներ ենք բերել, չէ՞։ Բերել ենք, չէ՞։ Վահան, դրանք ոչինչ են իմ տանջանքների դիմաց։ Սերիալային ինտոնացիաները լավ էլի, Լիլիթ, դե լավ էլի։ Եկեք նորմալ հոց ուտենք ժողովուրդ։ Դե եկեք, չեք գալիս։ Այս ամբողջ պատմության մեջ ես Դավիթին եմ խղճում, որովհետև ինքը մնաց սոված։ Մենք էլի մի փոքր սնվեցինք գոնե։ Դե ինքն էլ է պահքի մեջ, բայց իր պահքը շատ ավելի վեհ է, քան ձեր պահած պահքերը։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.